արդեն թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանկությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Ուշադիր, մտնում ենք ներս, նայեք պռմուղ չտակ, պարկասնում եք ատոմին Վարդանին, ախրանային, ռուսներին ձեր չտակ։ Կանիկերը, չկրակեք, սրանք ուրիշ մարդիկ են, հելա։ Որցանք էի սրանք։ Слушай, Геннадий, послушай этот анекдот. Встречаются два грузина, один другому говорит: слушай, почему у Гиви волосы такие пушистые? Да их он яйцами моет. Ты смотри, какой акробат! Վարդան ի՞նչն ես փոխել։ Ես հանդիպման վայրն եմ փոխել, բայց դրա մասին ոչ ոք պետք է չիմանա, դաժե ռուսները։ Բայց ինչ ես փոխել, ես այդ մարդկանց հետ պայմանավորվել էի արդեն։ Բերեժոննովը բոք բերեժոտ։ Ուզավենին լավ չեք ճանաչում, կարող է մի անհամ բանանի։ Մենք կհանդիպենք լրիվ ուրիշ տեղ, աչքից հեռու ես գիտեմ, թե ինչ եմ անում։ Լավ, կանենք ընենց ոնց դու ես ուզում, Վարդան ջան։ Ինչպես թե սենյակում ուրիշ մարդիկ են։ Էդ ինչ ես խոսում, Մալխաս։ Ինչ-որ խոսում եմ, Զավեն։ Երբ մենք ներս մտանք, կուպեում ուրիշ մարդիկ էին նստած։ Ու մազ էր մնացել, որ անմեղ մարդկանց պարկասնենք ու ընկնենք մեղքի տակ։ Այս քո ասած հասցեով է գնացել ենք, չես հավատում, հենա տղեկի դարձրա։ Գրողը տանի։ Դա 100% ինֆորմացիա էր, Մալխաս։ Էդ արդեն դու պարզի։ Ես հոգնել եմ, գնում եմ տուն։ Ես իմ պարտավորությունների մասը կատարել եմ, Զավեն։ Ու ոչ մի բանից է չեմ փախել։ Հիմա Ատոմն ու Վարդանը քո գլխացավանքն են։ Ոչ թե իմ։ Առանց դրանց ես լիքը պրոբլեմ ունեմ։ Հնացինք։ Լսում եմ։ Ես եմ Երեմ։ Իմացա։ Ասա կամ։ Եթե քնած չես, Ես մի քանի րոպեից քո մոտ կլինեմ։ շատ կարևոր խոսալու բան կա։ Ինձ թվում է, որ այսօր ցերեկը մենք մանրամասն խոսացինք ու պայմանավորվեցինք ամեն ինչի մասին։ Հիմա ես իմ համար, դու քո։ Ես շատ լավ հիշում եմ Երեմ, թե ցերեկը ինչ ենք խոսացել։
Բայց վիճակը շատ լուրջ է ու ինձ քո խորհուրդն է պետք։ Լավ, արի կխոսա։ Արդեն հասա։ Ցոլը, հեսա կամունա գալու, կթողներս ներս մտնի։ Ինչի ես եկել։ Այդքան շուտ մտքափոխ եղար։ Երեմ աղբոր պես վերքերիս վրեն աղմի արա։ Ես հիմա շատ լուրջ պրոբլեմի առաջ եմ կանգնած։ Ասա տենամ ինչ ա եղել։ Են գառնիկը մեռավ։ Ոնց մեռավ։ Ես շատ գիտեմ։ Դրան որ տարանք սկսեցինք պրեսավատ անել, ասեց որ սրտի հետ ինչ-որ պրոբլեմներ ունի, որ իրան չծեծենք։ Ես ասեցի ձևեր ա թափում, որ կաշին ազատի։ Դու հասկանում ես, թե ինչ ես արել, կամո։ Հիմա արդեն ուշ ես զղջալու համար։ Ես քեզ ասում էի, չէ՞ որ այդ իրավաբանին փախցնելը լավ գաղափար չի։ Բայց դու էլի քոնն էիր առաջ տանում։ Հա երեմ, որովհետև ես լող չեմ, որին վրից փող տանեն, ես էլ այդ կուլ տամ։ Քյասար լսի քեզ ինչ եմ ասում։ Ինչ արել ես ինձ չի հետաքրքրում։ Ես չեմ պատրաստվում իմը քո հետ միասին խորտակվեմ։ Մենք էլ պարտներներ չենք, կամո։ Գնա ոնց ուզում ես հարցերդ լուծի։ Էդ ահա քո խորհուրդը։ Ժամանակին պիտի խորհուրդս լսեիր, կամո։ Երբ այդ տղեն դեռ կենթանի էր։ Հիմա արդեն ուշ է ինչ-որ բան փոխել։ Քեզ մարդավարի ասեցի, որ ես ձև կգտնեմ այդ փողերը հետ ստանալու։ Բայց դու պիտի անպայման ձեռներդ արոնոտեիր, որ հասկանայիր ես ճիշտ եմ։ Հա երեմ, հասկանում եմ, ես սխալ եմ արել։ Բայց եթե այդ տղեն ժամանակից շուտ ոտերը չտնգեր, ես այդ փողերը ստացող էի։ Մեր գործի մեջ եթեներով ու բայցերով արդյունքի չեն հասնում, կամո։ Դու հիմա կոնկրետնի պրիցելի տակ ես։ Ու գոքորի տղերքից երկար ժամանակ չի պահանջվի, որ պարզեն այդ քո ձեռի գործն է։ Ամի ինչ, ելք չկա։ Պատրաստվում եմ պատերազմի։ Երբեք չի կարելի պատերազմել, եթե կռվի ելքը արդեն կանխորոշված է։ Դու գիտես, որ Հովոն այսօր շատ ուժեղ է։ Ու անիմաստ է զորբայությամբ արդյունքի հասնել։ Ամի ինչ, գնամ ինձ խփեմ։ Բայց մի հատ ելք կա, կամո։ Ու որն է այդ երեմ։ Թող փախի Հայաստանից։ Հələ մի քանի օր ժամանակ ունես, քանի վեր այդ դուրս չեն եկել։ Եղած չեղածդ առանց շուխուրի ծախի, ընտանիքդ վերցրու ու գնա մի հատ եվրոպական երկիր քո համար հանգիստ ապրի։ Ես ձեռ ես առնում, երեմ։ Չէ, լրիվ լուրջ եմ ասում։ Քեզ հաստատ գառնիկի սպանությունը չեն ների, դրանում կարած չկասկածես։ Շատ լավ խորհուրդ է, երեմ, շատ։ Բայց այդ բարեկամի խորհուրդ չի։ Շատ ափսոս, որ մենակ քո նեղին ես հիշում բարեկամի խորհուրդը։ Ես իսկականից կուզեի քեզ օգնել, կամո։ Բայց եթե ես այդ անեմ,
Դու ինձ էլ քո հետ միասին անդունդը կծկես։ Լավ։ Երեմ։ Արի սենց անենք։ Ես հասկանում եմ, որ այսօր հենց ընենց դաժե հարազատը հարազատին չի օգնում։ Դու ինձ օգնում ես, որ ես ջրից չոր դուրս գամ։ Ես էլ քեզ նվեր այն նոր օբյեկտը քաղաքից դուրս որ կառուցվում է 50% փայ եմ տալիս։ Ես գիտեի, որ քո աչքը վաղուց է այդ օբյեկտի վրան, երբ որ ինձ առաջարկում էիր իրար հետ աշխատենք։ Հիմա ես եմ քեզ առաջարկում։ Առաջարկը վատը չի կամում։ Բայց հիմա սիտուացիան նենց է, որ եթե ես համաձայնվեմ, կարող է չհասցնենք օգտվենք այդ օբյեկտի բարիքներից։ Գառնիկը նիպրիկասայեմի էր, քանի որ գիտեր հովոյենց բիզնեսի բոլոր գաղտնիքները։ Իսկ դու դրեցիր ու սպանեցիր այդ տղուն։ Հիմա իրոք որ ամենից շատ լուրջ է։ Երեմ, դու պատրաստվում ես ինձ օգնես, թե մինչև լուս, պետք է բացատրես, որ ես սխալ եմ արել, ինչ եմ սխալ արել, ինչն եմ ճիշտ արել։ Բացի քեզանից ու ախրաննիկիցդ, ով գիտեր, որ դու գառնիկին փախցրել ես։ Ոչ մեկ։ Այդ տղեն գործից տուն էր գնում, մաշնով դեմը կտրեցինք ու հետներս տարանք։ Իսկ դիակը որտեղ եք պահել։ Բետոնի տակ, Իրանը մի ոչ մեկ չի գտնի։ Ընդեղ տեղ կա, որ ախրաննիկիդ էլ թաղես։ Գագույ։ Երեմ, ես այդ տղուն վստահում եմ, իր այդ պրոբլեմ չի լինի։ Իսկ ես չեմ վստահում, կամո։ Երեմ, ես այդ տղուն 1000 տեղ փորձել եմ, նաձոժն է, ու հետն էլ մոտիկներից մեկի տղա է։ Եթե ուզում ես, որ ես քեզ օգնեմ, ուրեմն պիտի ժերտվա տաս այդ տղուն։ Ես պիտի սաղ կողմերից տրախովկա ունենամ, կամո։ Էս է իմ պայմանը։ Լավ։ Հաշվի այդ տղեն չկա։ Բայց ես ինչքան հիշում եմ, քո ախրաննիկն էլ հետդ էր, երբ որ եկաք։ Չես վախում, որ հետո կգնա ու կծախի մեզ։ Չէ, չեմ վախում, կամո։ Ինքը մենակ տեսավ, թե ես ոնց մտա շենք ու դուրս եկա։ Իսկ թե ինչ տեսա ես ներսում, ինքը կուրսի չի։ Լավ, ասենք ես հարցը սենց լուծվեց։ Բա հետո ոնց ենք վրիցս քերելու այդ գառնիկի անհետացումը։
Ոնց որ դու ես ասում, Տիկոից ու Գոքորից երկար ժամանակ չի պահանջվի, որ հասկանան հետ ու մեր ձեռնտու։ Հիմա կասեմ։ Ուր է Գառնիկի մաշինն հիմա։ Հիմնարկը գարաժում կանգնած է։ Հենց հիմա գնում ես, մաշինեն քաղաքից դուրս ես հանում, տանում ես սևը։ Ափի մոտ ջրին մոտիկ միտեղ կանգնացնում ես ու հետ ես գալու։ Բայց մինչև էդ նենց ես անում, որ երևա այդ ռուլին նստած մարդը լավ խմած է եղել։ Դե այնտեղ արագի դատարկ շշերը բանա։ Մաշինեն բնականաբար շատ արագ կգտնեն։ Իսկ դիակը տենց էլ կանհետանա։ Պիտի տպավորություն ստեղծել, որ Գառնիկը լավ խմած մտել է լիճը ու խեղդվել է։ Վատ միտ չի։ Բայց սկզբից պետք է պարզել։ Այդ տղեն խմիչքի հետ սեր ուներ, թե չէ։ Ես Գառնիկի նման խմող չեմ տեսել, կամո։ Կոնչինի ալկաշ էր ժամանակին։ Այդ հետո Գոքորը նրա վրա ուշադրություն դարձրեց ու պրախոտ տվեց, մարծարկեց։ Թե չէ միջև այդ բոմժի պես ապրում էր։ Ես այդ պատմությունը լավ գիտեմ, կամո։ Հենց է կանենք։ Բայց չեմ կարծում, որ Գոքորը ու Տիկոն դրանից հետո տենց հեշտությամբ ինձից ձեռ քաշեն։ Այդ ժամանակ մեր երկուսի խոսքը մեկ կլինի, ու մենք չենք թողնի, որ մեր վրա կասկածեն։ Նրանք գիտեն, որ ես նման ձև հարցեր չեմ լուծում։ Իսկ հիմա գնաց զբաղվի այդ հարցով, քանի լույսը չի բացվել։ Լավ, բա ոնց ես մտածում մեր փողերը վազվռատանելու հաշվով։ Այդ մասին հետո, կամո։ Հիմա դու ավելի լուրջ գործ ունես, քան փողեր վազվռատանելը։ Նկատեցի, որ անջարանի լույսը վառված է, դրա համար եկա եք։ Էլի վատ նորություններով ես եկե Գարիկ։ Ինձ հաջողվեց պարզել, թե ով է Բարսեղի կռիչը։ Ու ով է։ Զավեն է։ Ինչքան ես ուզում եմ ամեն ինչ անեմ, որ մեր ճամպեքը չխաչվեն դրա հետ, էլի ճակատագիրը դերում զորով կապում այն դրա հետ։ Բարսեղը Զավենի կեղտոտ փողերն է լվանում, իրա ֆիրմայի միջոցով։ Բայց երբեմն այդ փողերը նրա դնում հեռանկարային պրոյեկտների մեջ։ Նորիկի պրոյեկտը Բարսեղը ֆինանսավորել է առանց Զավենին ասելու։ Ուտեղ պարզվել է, որ լիքը սխալներ կան։ Այդ ես էլ գիտեմ Գարիկ, ինձ հետաքրքրում է թե ինչի մինչև հիմա Զավենը դուրս չի եկել դրա։ Հավանական տարբերակներից մեկը այն է, որ Զավենը այդ պրոյեկտին դաբրո չի տվել։ Ու այդ սաղ փողը թողել է Բարսեղի վզին։ Դրան գումարած, որ չի ուզում քո այդ նորից թշնամանը։ Զավենը երբեք չի դադարել ինձ թշնամի լինելուց։ Դաժե այն ժամանակ, երբ մեր մեջ իբր ժամանակավոր հաշտություն էր։ Գոքորի բռնելու հետևում էր։ Զավենն նա կանգնեց։ Մենք նման ինֆորմացիա չունենք, Հովիկ։ Ինձ ինֆորմացիա պետք չի, ես գիտեմ։ Մալխասը կոշտ լուծումների կողմնակից, նա բազմակալ կոմբինասիաներ չի անի, երբեք։ Հարկավոր է այդ Զավենի դեմ ինչ-որ մի բան անել։ Աղուտ ժամանակն է դրան պարկացնելու։
Մի անգամ մի իմաստուն մարդ ասել է, երբ 10 վայրկյանում չես կարող ամեն ինչ թողնես ու հեռանաս, ուրեմն դու անխոցելի չես, ուրեմն դու թույլ կողմ ես, ժամանակն է թոշակի գնալ։ Իմ թույլ կողմը իմ երեխեն ու նրա մերն են։ Զավենը մարդկանց են խմբին է պատկանում, որոնք սրբություն չունեն, դրանք ամենավտանգավոր ու զզվելի մարդիկ են, ու չես կարող իմանաս, թե ինչ սպասես դրանցից։ Ես ուզում էի հանգստի գնայի, որ իմ ընտանիքը ապահով ապրեր, բայց ոնց տեսնում ես, ես հանգիստ չեմ։ Ես հոգնել եմ այդ նապրյակներից, անվերջանալի ռազմորկեքից, պատերազմներից։ Հասկանում եմ քեզ, Սովո ջան։ Հավատա, այս աշխարհում ամենադժվարը մարդ մնալ ու գազան չդառնալն է։ Ես փորձում եմ դա անել, բայց միշտ չի որ հաջողվում է։ Շատ դժվար է մարդ մնալ, երբ սաղ կողքերդ չշակալն է։ Կարևոր չի դու ով ես, ինչ ես անում, ոնց ես հաց վաստակում։ Կարևորը այն է, որ մինչև վերջ մարդ մնաս։ Վարքի հանգստացի, Սովո ջան։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Հասկացեք ես, Թամոր ջան, մի խառնվ իրար, եվի գործերով դուս է եկե, մոռացել եմ միասնի առախսը։ Ես կզբաղվեմ այդ հարցով, դու մենակ պանիկայի մեջ մի ինգի, կասեմ, որ անպայման տուն գա, հենց որ խաբար եղավ քեզ կասեմ կզանգի։ Ինչ է, Վիկո։ Գառնիկի կինն էր զանգի, Գար ջան, ասում գառնիկը կորել է։ Ոնց կորել է։ Տենց Գար ջան, մարդը օրը ցերեկով կորել է։ Ժամը 6-ին զանգել է խանութից, ասել է 10 ռուբլից տանը գնամ, մինչև հիմա տուն չի գնացել։ Հեռախոսն անջտած է։ Իրա մոտիկներից ոչ մեկ տեղյակ չի ատեղել։ Ընկերուհի չէր պահում Գառնիկը։ Չէ, Գար ջան, Գառնիկը տենց հարցերում չկար։ Ինքնս գործը պրծնում է տուն է հետում։ Դաժե դեպքեր է եղել, ընկերները տեղ են հրավիրել մերժել է։ Կին ինչ-որ առողջական խնդիրներ ունի, կողքից տեղ չի հետում։ Նա ընկերա, բարեկամա, ում հետ ժամանակ անցկացնում, բիլիարդա, բանա։ Ես կուրսի չեմ, Գար ջան, բայց հնարավոր է։ Ես ատղեկին կվերցնեմ, ես հետները գետամ։ Տենամ Գառնիկին ուց եմ գտնելու։ Դե չէ Թամարը հիստերիայի մեջ անգել։ Որ նորություն ունի մատ կզանգես ինձ։ Շեվ բախ ենք շինարարություն գնում։ Գնում ենք քո արած գործիքներությունը վերացնել։ Մի գործ չեղա, որ ասենք մարդավարի անեք։ Շեվ ջան, ոնց ասել ես նենց արել եմ։ Իրանք գցել են փոսը, բետոնը կապել են վրա։ Որ սաղ իմ ասածով աների լինում վերջին են։ Պահակը զանգել է ասմա բետոնի մեջից մարդու ձեռ է երևում։ Ձեռ։ Հա, ձեռ։ Գագո ճամփետ շարունակի ու մի խոսա։
հասցրել բետոնը գա։ Հետևը շեֆ, արի ցույց տա։ Շեֆ, բան չկա։ Լարի նայ։ Ինչի համար շեֆ։ Կներես Գագո։ Բայց քեզ կենտրոնի թողելը շատ վտանգավոր է։ Շեֆ ջան, դու ինձ լավ գիտես։ Ես կյանքում քեզ չեմ ծախի։ Մի արա։ Պետք չի։ Կներես։ Բարսեղ ես եմ։ Հա գիտեմ ժամը քանից նա, ուղղակի գիտեմ, որ հիմա իմ պատասխանին է սպասում։ Հա, ես գիտեմ ոնց այդ մարդու գումարը հետ վերադարձնենք։ Չէ, հեռախոսային խոսակցություն չի։ Վասապ որտեղ ես կգամ հիմա։ Հա, ես գիտեմ այդ հյուրանոցի տեղը։ Հիմա գալիս եմ։ Լիլիթ։ 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 Նորիկ, ես ինչի քնած չես։ Լիլիթ, եկել եմ քեզ զգուշացնել, որ ես մի ժամով տանից դուրս եմ գալիս։ Անհետաձգելի գործեր կան։ Քանիսն է ժամը։ 2։ Ու ինչ անհետաձգելի գործեր ունես գիշերվայի ժամը։ Լիլիթ, ես նոր Բարսեղի հետ խոսեցի։ Նրան ինչ-որ բան առաջարկեցի, ինքը համաձայնվեց։ Հիմա գնում եմ անձնագիրս վերցնեմ, որ վաղը միասին մեկնենք Հայաստանից։ Ու ինչ ես առաջարկել, եթե գաղտնիք չի։ Պետք չի, որ դու դա իմանաս։ Հա, բայց չլինի, որ առավոտյան վերցնես անձնագիրը։ Չէ, Լիլիթ, առավոտյան արդեն կարող է ուշ լինի, հնարավոր է, որ փոշմանի։ Ես գնամ անձնագիրս վերցնեմ ու գամ։ Ես բանալին կվերցնեմ, որ քեզ չարթնացնեմ։ Սպասի, Նորիկ։ Թող մնա առավոտը միասին կգնանք կվերցնենք։
Լիլիթ, ես կարող եմ իմ հարցերը ինքնուրույն լուծել, առանց քո օգնության։ Մի րոպե, դու ինչ ես մտածել Խոստովանի ինձ։ Նորիկ, ինչ էլ որ դու հիմա մտածել ես, մի արա։ Դրանով դու ավելի կբարդացնես վիճակը։ Լիլիթ, ես ոչ մի բան էլ չեմ մտածել։ Ես ընդհանրապես գնում եմ անձնագիրս վերցնեմ ու գամ։ Մենք խոսեցինք Բարսեղի հետ։ Ինքը ինձ հնարավորություն տվեց այս մի ամսվա ընթացքում բոլոր թերությունները վերացնել, ու դրանից հետո էլ մենք իրար հետ պարտք ու պահանջ չենք ունենա։ Բա եթե այդպես է, էլ ինչի համար ենք գնում Հայաստանից։ Տենց ա պետք Լիլիթ, ու հերիք ա ինձ հարցականնես։ Դու քնի, ես մի ժամից կվերադառնամ։ Լսում եմ։ Ես եմ Հովիկ։ Հովիկը չի։ Լիլիթ, դու ես։ Հա, Գարիկ ջան, ես Հովիկի հետ եմ ուզում խոսել։ Հովիկը հոգնած էր։ Պարկեց քնելու։ Եթե ես կարամ այդ հարցը լուծեմ, ինձ ասա Լիլիթ։ Գարիկ, մի քիչ առաջ Նորիկը տանից դուրս եկավ ու գնաց այդ Բարսեղի հետ հանդիպման։ Ինձ թվում է Նորիկը ինչ-որ վտանգավոր բան ա մոգոնել, որ կարողանա Բարսեղի ձեռքից վերցնել իր անձնագիրը։ Չհասկացա Լիլիթ։ Բարսեղը Նորիկի անձնագիրը ձեռքից վերցրել է։ Հա, վերցրել է, որ մենք չկարողանանք փախնել Հայաստանից։ Ուր փախչեք Լիլիթ։ Գարիկ ջան, ես Հովիկին ամեն ինչ կբացատրեմ, հա, կասեմ այդ ամեն ինչի մասին։ Հիմա կարևորը այն է, որ Նորիկին գտնեք ինչ-որ ձևով ու հետ բերեք։ Քանի նա մի հիմարություն չի արել։ Լավ Լիլիթ, ես քեզ հասկացա, ես հիմա մի բան կմտածեմ։ Մենակ խնդրում եմ էլի, ինչ որ պետք է անես, արագ արա։ Վախենում եմ Նորիկի համար։ Լավ Լիլիթ, ես քեզ հասկացա։ Լավ։